Ելք դաշինքի ցուցակի առաջատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ապրիլի 2-ին ելքի արձանագրած փոքր, բայց կարևոր արդյունքով Հայաստանում տեղից շարժվեց դրական փոփոխությունների անիվը։ Նոր վարչական շրջանում անցկացված բակային հանդիպումների ժամանակ դաշինքի անդամները երևանցիներին ներկայացրին փոփոխությունների իրենց ծրագիրը։ Մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններում ելք դաշինքի օգտին քվեարկելով դուք հնարավորություն ունեք նոր թափ, նոր ուժ, նոր բովանդակություն հաղորդելու փոփոխությունների այդ գործընթացին։ Երևանի ավականու ընտրություններին մասնակցող Երկիր Ծիրանի կուսակցությունն իր քարոզարշավն այսօր անցկացրել է Երևանի կանգառներում։ Զարուհի Փոստանջյանն այդ կերպ փորձել է բացահայտել քաղաքային տրանսպորտի դժվարությունները։ Նրա խոսքով Երևանի տրանսպորտային համակարգը պետք է վիրահատական միջամտության ենթարկվի։ Եվ ամբողջ հիմնահատակ պետք է փոխվի քաղաքականությունը։ Այս փոքր երթուղային տաքսիները պետք է իհարկե վերանան ժամանակի մեջ։ Դրանց տեղը պետք է լինեն ժամանակակից փոխադրամիջոցներ, այդ հնարավորությունները կան։ Ավականու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջատար Տարոն Մարգարյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Երևանը բազում խնդիրներ ունի, բայց գործող փորձառու թիմն էլ ունի այդ խնդիրների լուծման տարբերակները։ Տրանսպորտի խնդրին անդրադառնալով Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր թիմն ուսումնասիրել է միջազգային փորձն ու խնդրի լուծման փաթեթ կազմել։ Հաջորդ տարիներին մենք հիմնովին փոխելու ենք Երևան քաղաքի քաղաքային տրանսպորտը։ Մենք վստահաբար կարող ենք ասել, այդ լուծումները մենք ունենք եւ մենք չենք եկել խոստումներով։ Մենք եկել ենք մեր ծրագրերը մեր քաղաքացիներին ներկայացնելու։ Հանդիպման ընթացքում Տարոն Մարգարյանը խոսել է նաև բազմաբնակարան շենքերի խնդիրներից, նշելով, որ դրանց կառավարման մոդելը պետք է փոխվի եւ կառավարիչը պետք է անպայման հաշվի առնի յուրաքանչյուր բնակչի կարծիքը։ Լիաննա Ներսիսյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։